Սրանք լուսանկարներ են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 80-րդ խցից։ Դատապարտյալների իրերի մեծ մասը ջարդված վիճակում է։ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հրապարակած հրատապ հաշվետվության մեջ նշվում է։ Հատուկ ջոկատայինների կողմից դատապարտյալների ծեծն այնքան ուժեղ է եղել, որ անգամ վարչակազմի աշխատակիցներից մեկն է փորձել օգնել, կանխելով եւ փակելով ազատազրկվածին իր մարմնով։ Դատապարտյալները հայտնել են, որ անհայտ պատճառներով իրենց խուց են մտել հիմնարկի աշխատակիցները, այնուհետև հատուկ ջոկատայինները մոտ 30-40 անց։ Ներս մտնելուց հետո հատուկ ջոկատայիններից մի քանիսը խցակից ԴՄ-ին եւ եւս մեկ ազատազրկվածի իջեցրել են ներքև, մեկին քաշքշել, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել, կապտուկներ։ Դրանից հետո իրականացվել է խուզարկություն, որի հետևանքով գույքի մեծ մասը վնասվել է հատուկ ջոկատայինների գործողություններից։ Սա փոքր դրվագ է 80-րդ խցի երկու դատապարտյալների հետ խոսակցությունից։ 81-րդ խցի դատապարտյալները եւս տուժել են, սակայն այստեղ խոշտանգումը սկսվել է այն ժամանակ, երբ լսելով հարևան խցակիցների գոռգոռոցները, դատապարտյալները սկսել են հարվածել դռանը, փորձելով դադարեցնել բռնությունը։ Ազատազրկված անձինք ասացին, որ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում եւ այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաեւ ոչ ուժեղ դռներին հարվածել, սակայն հատուկ ջոկատայինները 10-ից ավելի անց ներխուժել են խուց, իրենց պարկեցրել գետնին եւ ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։ Դատապարտյալները պնդում են, խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է։ Այրելու մասին տեղեկությունը դեռևս օրեր առաջ հերքել էր նաև դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավարը։ Ներքնագներ այրված, որ խումբը արձանագրի ոչ։ Քրեակատարողական ծառայությունը իրականացրած այս բռնի գործողության պատճառ էր մատնանշում դատապարտյալներից մեկի անհնազանդ գործողությունները, ինչի պատճառով որոշում էր կայացվել այդ անձին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը առաջացրել էր խցակիցների վրդովմունքը։ Հրաժարվել է կատարել տվյալ անձը օրինական պահանջը եւ հրահարել է անախորժ միջադեպեր եւ դրա հիման վրա արդեն սկսվել են այլ խցերից աղմկել, որ ինչու եք մեր դատապարտյալին տեղափոխում, ցանկանում եք տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկի աջակցություն տվյալ անձի, սկսել են թակել դռները, ինչ որ իրեր եղել են, որ այրվել են, ամեն դեպքում ծուխ եղել է խցերում եւ այս պարագայում արդեն քրեակատարողական հիմնարկը զերծ է մնացել որևէ գործողությունից եւ հրավիրվել է հատուկ նշանակության ջոկատ։ Դատապարտյալների նկատմամբ իրականացված բռնության եւ նրանց կողմից բողոքի ֆոնին քրեակատարողական ծառայության կողմից անհնազանդ որակված դատապարտյալը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։ Միջադեպի պատճառով մի քանի անց վնասվածքներ է ստացել, 5 դատապարտյալ հացադուլ է հայտարարել, ահա զանգում է դիտորդական խումբը։ Խմբի անդամներն արձանագրել են հիմնարկում օդափոխության խնդիրը, անմարդկային վիճակը, ստանդարտներին չհամապատասխանող քրեակատարողական հիմնարկի խցերը եւ խցերում առկա գույքը։ Առավել մտահոգիչ է հացադուլավորների համար նախատեսված խցի եւ դեպի խուց ստանող միջանցքի վիճակը։ Հիմնարկի էլեկտրական լարերը գտնվում են վատ վիճակում եւ դրանք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին։ Հացադուլավորների համար նախատեսված խցում պատուհանից այն կողմ պատ է, որը խաթարում է բնականոն օդափոխությունը, մահճակալները հնամաշ եւ կոտրված են, բացակայում են նորմալ անկողինները, խուցը առհասարակ գտնվում է ոչ բարվոք վիճակում, չվերանորոգված։ Ուշագրավ է, որ խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել Արդարադատության նախարարություն եւ քրեակատարողական ծառայություն, սակայն սահմանված երրորդյա ժամկետում չի ստացել հարցադրումների պատասխանները։ Նախարարությունից Ֆակտոր TV-ին հայտնեցին, պարզաբանումը այսօր կուղարկեն խմբին։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ պատիժնի կատարածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու հոդվածի հատկանիշներով դեպքի հաջորդ օրը քրեական վարույթ նախաձեռնվեց դատապարտյալների դեմ։